Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան Հայաստանի ղեկավարության նիստին 2024 թվականի գդարման ընթացքի եւ արդյունքներու մասին զեկույցը ներկայացնելու ադեն հայտարարեց, որ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունն հետո Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները գդրուկ աճած են։ Անոր խոսքով միայն 2024 թվականի արդյունքներով պետական բյուջեի եկամուտները ավելցած են ավելի քան 1.3 տրիլիոն դրամով, որը կգազմե շուրջ 3.3 միլիարդ դոլար։ Հետ հեղափոխական 7 տարիներու ընթացքին Հայաստանի պետական բյուջե մուտք գործած է հավելյալ 4.2 միլիարդ դոլար ներառյալ COVID-ի համավարակը եւ պատերազմը, նշեց վարչապետ Փաշինյան։ Վիեննայի մեջ Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Եվրոպական եւ Հյուսիսային Ամերիկայի երկիրներուն եւ միջազգային գազམ་ագերբություններու մեջ հավադար-մաքրված Հայաստանի թիվանագիտական ներկայացություններու ղեկավարներու աշխատաժողով։ Միտքեր փոխանակված են տարածաշրջանային եւ միջազգային իրադարձություններու շուրջ։ Նախարար Միրզոյան ներկայացուցած է հարևաններուն հետ հարաբերություններու ղեկավարման գործընթացներու մեջ վերջին զարգացումները։ Քննարկված են տարբեր ուղղություններով Ամերիկայի եւ Եվրամիության հետ գործընկերություններու խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Երբեք այսքան մոտ չենք եղած խաղաղության թրքական NTV հեռուստաընկերության տված հարցազրույցի մեջ հայտարարեց Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան։ Միրզոյան նշած է, որ սակայն հայկական կողմի կառուցողական առաջարկները հաջող չեն արժանանար Բաքվի համարժեք արձագանքին։ Հայաստանի արտաքին գործոստնախարարը անընդունելի համարեց Ադրբեջանի խոսույթի մեջ միջազգային դրամապանությունը, շեշտելով, որ պետություններու ինքնիշխանությունը հարգելով հաղորդակցություններու բացման մենք կողմ ենք։ Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիո արտաքին գործոստնախարար Հական Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ընթացքին քննարկած է տարածաշրջանային անվտանգությունը եւ ՆԱՏՕ-ի ուժեղացումը։ Հեռախոսազրույցի մասին հաղորդակցությունը տարածեց Ամերիկայի պետական քարտուղարության մամուլոձարայությունը։ Ռուբիոն Ֆիդանի հետ քննարկած է տարածաշրջանային անվտանգության եւ գայունության սպառնացող վտանգները։ Կողմերը նաեւ կարեւոր նկատած են ահաբեկչության թեմ պայքարի համագործակցությունը եւ ՆԱՏՕ-ի ուժեղացումը։ Իրանի եւ Ամերիկայի միջև անուղագի բանակցություններու հաջորդ փուլը դեղի պիտի ունենա Մասկատի մեջ 19 ապրիլին հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործոստնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայ։ Ավելի գանուխ Հոլանդիայի արտաքին գործոստնախարար Քեսպեր Վելտքամփ հայտարարած էր, որ Ամերիկան եւ Իրանը բանակցություններու հաջորդ փուլը պիտի կատարեն Հռոմի մեջ քննարկելու իրանական միջուկային ծրագիրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մասկատի մեջ բանակցություններ տեղի ունեցան 12 ապրիլին Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև Օմանի միջնորդությամբ։ Վրաստանը թվարկեց Ռուսաստանի հետ թիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պայմանները։ Թիֆլիս պատրաստ է վերականգնելու թիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ միայն կրավյալ դարածներու հարցի լուծումեն հետո, հայտարարած է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Բաբուաշվիլին։ Ավելի գանուխ Ռուսաստանի փոխարտաքին գործոստնախարար Սերգեյ Գալուզին Իզվեստիային տված հարցազրույցին մեջ հայտարարած էր, որ իրենք պատրաստ են վերականգնելու թիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ, եթե համապատասխան աստանշանը կա Թիֆլիսեն։ Եվրամիությունը ուկրաինական հագամարտության պատճառով կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներու 17-րդ փաթեթը եւ գծրակրի համաձայնեցնել այն մայիսին։ Լյուքսեմբուրգի մեջ Եվրամիության խորհրդի նիստին հաջորդած մամլոասուլիսին հայտարարեց Եվրոպական թիվանագիտության ղեկավար Քայա Կալաս։ Անոր խոսքով պատժամիջոցներու փաթեթը կներառե ըստվերային նավադորմը եւ այլ հարցեր։ Հարցը մայիս ամսում պիտի ընդգրկվի Եվրամիության խորհրդի օրագարկին մեջ։ Քննարկումները կշարունակվին, բայց դուք գիտեք, որ պատժամիջոցներ գիրառելու համար անհրաժեշտ է 27 երկիրներու համաձայնությունը, հայտարարած է Եվրոպական թիվանագիտության ղեկավարը։ Ռուսաստանի դեմ տնտեսական եւ անհատական պատժամիջոցներու 16-րդ փաթեթը Եվրամիությունը ներկայացուցած էր 2025 թվականի փետրվար 24-ին։ Եվրախորհրդի ղեկավար Ալեն Բերսեն Ռոյթերզին տված հարցազրույցին մեջ հայտարարած է, որ խորհուրդը մտահոգված է Թուրքիո մեջ նախագահ Թայիպ Էրդողանի հիմնական քաղաքական մրցակիցի փանդարգությամբ եւ զանգվածային փողոքի ցույցերեն հետո Թուրքիո մեջ հարյուրավոր ցերպակալություններով, մարդու իրավունքներու խախտումներով։ Բերսեն նշած է, որ ժողովրդավարության հետընթացի խնդիրը պետք է դիտարկել որպես համաշխարհային երևույթ, ավելցնելով, որ խորհուրդը հստակ դիրքորոշում չունի բազմաթիվ թուրք ընտիմատիր գործիչներու նկատմամբ իրականացվող հետաքննության վերաբերյալ։ Բերսեն հայտնած է, որ գապի մեջ է թուրքական իշխանություններուն եւ ընտիմատիր գործիչներուն հետ ընդգծելու համար ժողովրդավարական արժեքները։
Ամերիկան շարք մահարվածներ հասցուցած է Եմենի մեջ հութիներու Անսար Ալլահ շարժման ռազմական ենթակառուցվածքներում։ Աղբյուրին տեղեկացմամբ առնվազն 15 օդային հարված արձանագրված է։ Քարյուղով հարուստ Մարիբի նահանգը բաժնված է հութիներու եւ Եմենի կառավարության միջև։ Al-Hadath հերոստանգերության հաղորդմամբ Եմենի հյուսիսը գտնվող Al-Ջաուֆին հանքի մեջ ամերիկյան հարվածներու արդյունքով սպանված են հութիներու շարժման տասնյակ կողմնակիցներ։ Բացի այդ, ամերիկան թիրախավորած է Քամարաշրջանը։ Ամերիկան 15 մարտին իվեր ամենօրյա հարձակումներ կգադարե Եմենի վրա այն բանեն հետո, երբ հութիները 12 մարտին սպառնացած են վերսկսել հարձակումները Գարմիր ծովու մեջ Իսրայելի հետ առնչվող նավերուն վրա։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։